Արհեստական բանականության զարգացման գնալով թափ առնող տեմպը մասնագետներին առիթ է տալիս խոսելու ոչ միայն դրա առավելությունների, այլև հնարավոր ռիսկերի մասին։ Ոլորտի գիտակների դիտարկմամբ ամենալուրջ մտահոգություններից մեկը տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության սահմանման հարցն է։ Միջազգային մակարդակով թեև տեխնոլոգիաների զարգացումը դանդաղեցնելու կոչեր են հնչում, մեդիա փորձագետների գնահատմամբ դրանք գործնականում մեծ ազդեցություն այդպես էլ չեն ունենում, քանի որ ոլորտը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության բաղադրիչ։ Մասնագետները նկատում են, որ արհեստական բանականության ազդեցությունը գնալով տարածվում է նաև կարևոր ենթակառուցվածքների վրա։ Մասնագետների կարծիքով մարդիկ իրականում կորցրել են վերահսկողությունը արհեստական բանականության նկատմամբ։ Վերահսկողությունը չեն էլ ունեցել, որովհետև արհեստական բանականությունը վերահսկվում է աշխարհում մի քանի 100 մարդու կողմից եւ մնացածը նույնիսկ թող հույս էլ չունենան, որ կարողանան վերահսկել։ Խոսքը գնում է մեծ համակարգերի մասին ու բնականաբար դրա ազդեցությունը շատ գնալով լրջանալու է, որովհետև քրիտիկական ենթակառուցվածքներն են սկսում աշխատել արդեն դրա տակ, այնպես որ մենք հորիս ենք մի իրավիճակի, երբ ճնշող մեծամասնությունը վերահսկվում է ԱԲ-ի եւ ԱԲ-ն վերահսկվող ճնշող փոքրամասնության կողմից։ Փարիզում կայացած տեխնոլոգիական կոնֆերանսում ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը հանդես է եկել արհեստական բանականության եւ աշխարհի վրա նրա ունենալիք ազդեցության վերաբերյալ լավատեսական կանխատեսմամբ։ Ձեռնարկատիրոջ համոզմամբ արհեստական բանականությունը թեև չի կարող լիարժեքորեն փոխարինել մարդկանց, սակայն ունակ է բացել անսահման հնարավորություններ մարդկային գործունեության համար։ Բեզոսի գնահատմամբ թվային տեխնոլոգիաները կարող են վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք սահմանափակում են մարդկանց հնարավորությունները եւ խանգարում իրականացնել նրանց նպատակներն ու հավակնությունները։ Գիտեմ, որ շատ մարդկանց, այդ թվում խելացի, մտահոգում է այն փաստը, որ արհեստական բանականությունը նրանցից շատերին դարձնելու է ավելորդ։ Ես բացարձակապես համաձայն չեմ այս տեսակետի հետ, քանի որ իրականում արհեստական բանականությունը աշխատուժի պակաս է ստեղծելու եւ ավելի է նպաստելու խնդիրների բացահայտմանը։ Արհեստական բանականությունը շարունակում է միաժամանակ ոգևորել եւ անհանգստացնել։ Հնարավորությունների ընդլայնման մասին հայտարարություններին զուգահեռ մասնագետները շարունակում են բարձրաձայնել վերահսկողության անհրաժեշտության եւ անվտանգության ապահովման մասին։ Իսկ տեխնոլոգիական մրցավազքի պայմաններում անհանգստացնող ու մտահոգիչ է շարունակում մնալ գլխավոր հարցը՝ կկարողանա արդյոք մարդը լիարժեք կառավարել այն համակարգերը, որոնք հենց ինքն է ստեղծել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։